Բարի երեկո, եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին եւ շփվել ապագա պարեկների հետ։ Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը։ Փրկարարծառայության տնօրենն ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Փորձի փոխանակում COP17-ի անվտանգության ապահովման նպատակով ներքին գործերի նախարարության կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է ներքին գործերի նախարարության կրթահամալիր հետևելու ուսանողների կացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ավարտական փուլին։ Ներկայացվել են շինարարության իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև առաջիկա փուլերում նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 16-ին այցելել է ներքին գործերի նախարարության կրթահամալիր հետևելու ուսանողների կացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ավարտական փուլին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի եւ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանը շրջել է նորակառույց կացարանի տարածքում, ծանոթացել արդեն իրականացված եւ ընթացիկ աշխատանքներին։ Նախարարին են ներկայացվել շինարարության իրականացման ժամանակացույցը, ինչպես նաեւ առաջիկա փուլերում նախատեսվող աշխատանքներն ու Արփինե Սարգսյանը կարևորել է բարձր որակի ապահովմամբ նախագծային լուծումներին ու նորմերին լիարժեք համապատասխանությամբ շինարարական աշխատանքների իրականացումը։ Նա հանձնարարել է ապահովել աշխատանքների բոլոր փուլերի պատշաճ կազմակերպումն ու ժամկետների խիստ վերահսկողությունը։ Ներքին գործերի նախարարը ընդգծել է, որ ծրագրի հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի կրթահամալիրի ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սովորողների համար անվտանգ, ժամանակակից եւ հարմարավետ կենցաղային պայմանների ստեղծման տեսանկյունից։ Այսի շրջանակում Արփինե Սարգսյանը ներկայ է գտնվել նաև ապագա պարեկների ուսումնական գործընթացին։ Նա զրուցել է սովորողների հետ, ծանոթացել նրանց կատարած առաջադրանքներին եւ մասնակցել դասապրոցեսին։ Արփինե Սարգսյանը կարևորել է կրթության որակի բարելավման ուղղված հետևողական քայլերը, նշելով, որ իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն ձևավորելու մասնագիտական պատրաստվածությամբ, պատասխանատվության բարձր զգացում ունեցող եւ քաղաքացիների կարիքներին արձագանքող ծառայողներ, որոնք իրենց գործունեությամբ կնպաստեն հանրային անվտանգության ապահովման եւ հասարակության վստահության ամրապնդման գործընթացին։ Ապագա պարեկները նախարարին ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հետադարձ կապը ուսուցման որակի, կիրառվող մեթոդների, կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը։ Փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնելի Օնեսկուին։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը, Արամ Ղազարյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության, աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում փոխգործակցության զարգացման կարեւորությունը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է Փրկարարծառայությունում իրականացվող բարեփոխումները միտված քաղաքացիական պաշտպանության համակարգի արդիականացմանը, կարողությունների զարգացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Կողմերը կարևորել են մասնագիտական շփումների ընդլայնումը, համատեղ ուսումնական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների եւ միջազգային առաջավոր փորձի ներդրումը արտակարգ իրավիճակների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։ Դեսպան Կորնելի Օնեսկուն ներկայացրել է Ռումինիայի փորձը քաղաքացիական պաշտպանության եւ ճգնաժամային կառավարման ոլորտներում։ Նա նշել է, որ ռումինական կողմը
շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացմամբ։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը եւ իրականացնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ, ընդգծելով, որ հայ-ռումինական համագործակցության զարգացումը նպաստում է երկու երկրների միջև վստահության ամրապնդմանն ու տարբեր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը։ Ղարաբաղից տեղահանված անձ ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպիսի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 0.70 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում անցկացվել է հանրային միջոցառումների համար միջուկային անվտանգության միջոցառումների մշակման եւ իրականացման թեմայով ազգային աշխատաժողովը։ Մինչև COP17 համաժողովը նախատեսվում են անցկացնել նաեւ գործնական վարժանքներ տարբեր սցենարային իրավիճակներում ծառայությունների արձագանքման կարողությունները զարգացնելու եւ միջգերատեսչական փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախաձեռնությամբ հունիսի 15-ին մեկնարկել եւ մինչեւ 19-ը ներքին գործերի նախարարության կրթահամալիրում անցկացվելու է հանրային միջոցառումների համար միջուկային անվտանգության միջոցառումների մշակման եւ իրականացման թեմայով ազգային աշխատաժողովը։ Աշխատաժողովին մասնակցում են ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ եւ միջազգային փորձագետներ։ Աշխատաժողովի առանցքում հոկտեմբերին Հայաստանում ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անվտանգությունը պատշաճ կազմակերպելու նախապատրաստական աշխատանքներն էին։ Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շարունակական աջակցության եւ փորձագիտական ներուժը Հայաստանի գործընկերների հետ կիսելու պատրաստակամության համար։ Նրա խոսքով COP17-ի շրջանակում ներքին գործերի նախարարությունն ունի առանցքային դերակատարում հասարակական կարգի պահպանության, ծառայությունների համակարգման եւ միջուկային անվտանգության ապահովման ուղղություններով։ Քննարկվել են հանրային միջոցառումների ժամանակ միջուկային անվտանգության միջոցառումների պլանավորման, տեխնիկական եւ մարտավարական թիմերի փոխգործակցության, միասնական արձագանքման եւ հաղորդակցության կազմակերպման հարցեր։ Մինչեւ COP17 համաժողովը նախատեսվում են անցկացնել նաեւ գործնական վարժանքներ տարբեր սցենարային իրավիճակներում ծառայությունների արձագանքման կարողությունները զարգացնելու եւ միջգերատեսչական փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։
Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։ Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ 2025 թվականի լավագույն ստորաբաժանում ճանաչված Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը նախորդ տարվա ընթացքում 1360 կանչ է սպասարկել։ Ջոկատի անձնակազմը շարունակում է իր ամենօրյա ծառայությունը պատրաստ արձագանքելու յուրաքանչյուր ահազանգի, հաղթահարելու ամենաբարդ փորձությունները եւ լինելու այնտեղ, որտեղ օգնության կարիքն ամենամեծն է։ Օպերատիվ արձագանքի, թիմային աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության արդյունքում 2025 թվականի լավագույն ստորաբաժանում ճանաչված Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը նախորդ տարվա ընթացքում 1360 կանչ է սպասարկել։ Կարգապահությունը 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատում դա դրված է որպես առաջնային։ Համախմբվածությունը դրված է որպես առաջնային։ Տարբեր տեսակի հրդեհաշիժման աշխատանքներ են լինում, որտեղ որ թիմային աշխատանքը շատ է կարևորվում։ Բարդ հրդեհաշիժման աշխատանքներ են լինում, որտեղ որ պետքա մեկ ուղղակից կազմված փրկարար ծառայողները մեկը մեկի հետևից բարդ տեղանքում իրականացնել հրդեհաշիժման աշխատանքները եւ 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատի անձնակազմը դա շատ լավ է կարողանում կատարել։ Յուրաքանչյուր կանչի հետևում մի նոր փորձություն է, կենցաղային բնույթի դեպքերից մինչև ժամերի լարված պայքար պահանջող բարդ հրդեհաշիջման աշխատանքներ։ Կնշեմ Ծարավեղբյուրի նորակառույց շենքերի ավտոկայանատեղիում առաջացած հրդեհաշիժման աշխատանքները, որտեղ որ հրդեհին օջախին հասնելը շատ դժվար էր, կազմվել են 3-4 տարբեր հրշեջ օղակներ, կարողացել ենք թիմային աշխատանքի միջոցով հասնել հրդեհին, մեկուսացնել հրդեհը, այնուհետև մարել։ Ջոկատի հրամանատարը մտաբերում է նաև ճամբարակի հրդեհի դեպքը, երբ դժվարամատչելի տեղամասում հրշեջ փրկարարները մոտ 8 կիլոմետր ճանապարհ հաղթահարելով մեկուսացրել են հրդեհը։ Հրշեջ փրկարարի ծառայությունը պահանջում է ամենօրյա նվիրում, անսասան կամք եւ շարունակական պատրաստվածություն։ Այն միայն մասնագիտություն չէ, այլ գիտակցված ընտրություն, չեզոքացնել վտանգը եւ մարդկանց օգնելու համար անել անհնարինը։ Հրշեջ փրկարարական ջոկատի անդամներն անկեղծանում են, վաղուց գործընկերությունը վերածվել է ջերմ ընկերության։ Ամենօրյա ծառայությունը, ընդհանուր փորձությունները եւ վտանգի դեմ կողք կողքի մղվող պայքարը նրանց միավորել են ոչ միայն որպես թիմակիցների, այլև որպես մարդկանց, ովքեր վստահում են միմյանց ամենաթանկը՝ կյանքը։ Ամենաէքստրեմալ պայմաններում քայլով երբեմն կյանքի ու մահվան սահմանագծին ապավագրողը արդեն ընկերդ է դառնում ու լինել ուղակի գործընկեր շատ դժվար է կյանքդ հույսը դնել կողքինիդ վրա 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատը հենց արմատավորված է հենց այս գաղափարների վրա։ Ջոկատի հրամանատարը նշում է, որ թեև պարգևներն ու խրախուսական գնահատականները կարևոր են յուրաքանչյուր ծառայողի համար, բայց ամենամեծ գնահատանքը քաղաքացիների վստահությունն ու երախտագիտությունն է։ Այդ գիտակցությամբ էլ Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի անձնակազմը շարունակում է իր ամենօրյա ծառայությունը, պատրաստ արձագանքելու յուրաքանչյուր ահազանգի, հաղթահարելու ամենաբարդ փորձությունները եւ լինելու այնտեղ, որտեղ օգնության կարիքն ամենամեծն է։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ահազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի փողոցայով։ 112 մեկ զանգ արագ արձագանք։
Ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից, ինչ անել, եթե երեխան ստանում է կասկածելի հաղորդագրություններ կամ համացանցում շփվում է անծանոթների հետ, ինչպես ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի երեխան առանց վախի պատմի հնարավոր խնդիրների մասին, հարցեր, որոնց պատասխանները տալիս է ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը։ Սիրելի ծնողներ, շատ կարևոր է, որ երեխան չվախենա պատմել, եթե ինչ-որ մեկ իրեն անհանգստացնում է կամ կասկածելի հաղորդագրություններ ուղարկում, պետք է վստահության մթնոլորտ ստեղծել։ Հետաքրքրվեք, թե ինչ խաղեր է խաղում ձեր երեխան, ում հետ է շփվում եւ բացատրեք, որ ինտերնետում պետք է լինել նույնքան զգույշ, որքան իրական կյանքում։ Մի քանի պարզ քայլեր, որոնք կարող են զգալիորեն բարձրացնել ձեր երեխայի անվտանգությունը։ Օգտագործեք ծնողական վերահսկման կարգավորումները, սահմանեք, թե ինչ տեղեկություններ կարելի է հրապարակել, սովորեցրեք երբեք չանցնել անծանոթ հղումներով եւ հիշեցրեք, որ իրական հանդիպումների առաջարկներին երբեք չպետք է համաձայնվել առանց ծնողի իմացության։ Երեխաների առցանց անվտանգությունը սկսվում է ուշադրությունից, բաց խոսակցությունից եւ փոխվստահությունից։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայման տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։